2026 թվականի ընտրությունները ցույց կտան, ով ինչ շանսեր ունի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, նախ առաջին մասով դատավարություններ են ընթանում, թող իրավաբանների հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդտեղ մեկնաբանել, նախորդ շրջանում բազմիցս եմ մեկնաբանել, բայց հիմա դատավարական process-ներ են։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ 5 ժամ, կամ չգիտեմ կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ավելին քննվել եմ ժողովրդի կողմից։ 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն է եղել։ Այսինքն պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի, տենց բան կա, որ որևէ մեկը չգիտի, այդ որը ասում եք քրեական գործեր եւ այն ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելի կա, քան հանրությունը գիտի եւ հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում եւ այլն եւ այդպես շարունակ, դա թյուր կարծիք է։ Եվ հետեւաբար իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել եւ շարունակաբար քննում։ Իրավական դաշտում, որպեսզի մարդկանց հարցեր չմնան։ Ինչ հնարավոր հետևանքներ ունեցան ադրբեջանցի զորքերի առաջխաղացումը եւ ձեր հրամանով հայկական զորքերի ներկայացումը ներազնավարական դիրքերից։ Ուրեմն ես երբեք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ կաշման մասին, սա առաջինն է։ Երկրորդն գործողությունները քննվել են, այն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն եւ այդպես շարունակ։ Շնորհակալություն, ազատություն ռադիոկայան, շնորհակալություն։ Իմ վարչապետ անցած շաբաթ Թուրքիայի ներկայացնում ժողովրդի Թուրքիայի Ես բացի ուղղում եք, որ ամեն մեծ կատուկոսը խախտել է ուսակրոնության ես չարժան հիշում, մի ընդում եք ուսակրոնության խախտել է կապված, արել եք աշխասը կասել, որնայից խախտել է։ Ուրիշ ինչ տվյալներ ունեք, որ բարձրաստիճան լեգեներականներից սրով են խախտել ուսակրոնության խանգուցել ամուսնատ եք ունից բոլորը արդեն պահպանել են, որը Եթե ես համոզված լինեի Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգի եւ դրա անհրաժեշտության մասին չէի խոսի եւ հետեւաբար այդ բարենորոգման օրակարգի հենց ամբողջ իմաստը եւ նպատակը հենց նա է, որ ոչ թե մենք կռահումներ ունենանք կամ արտահոսքեր ունենանք, այլ մենք ունենանք մեխանիզմներ բարեվարկության ապահովման։ Ինչի պետք է կներեք պետությունը, կառավարությունը, այսինքն պարզ է թե ինչի, պետք է ունենա բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը, այդ թվում գործունեության թափանցիկություն պետական պաշտոնյաների դեպքում, իսկ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպքում չպետք է լինի։ Բարեվարկության մենք կներեք մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարկության ստուգում անցնում։ Կաթողիկոս թեկնածուն բարեվարկության ստուգում պետք է չանցնի։ Ես ընդհանրապես խոսում եմ բարեվարկության մասին։ Ես մի հոգու բարեվարկության մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ բարեվարկության մասին որպես ինստիտուտի, որը այսօր Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցում ցավոք ներդրված չէ եւ բարենորոգման առանցքային նպատակներից եւ օրակարգերից մեկը դա պետք է լինի, որպեսզի մենք ոչ թե կռահումներ ունենանք, այլ ունենանք որոշակի մեխանիզմներ,
որպեսզի այդ խնդիրը ինստիտուցիոնալ ձևով լուծվի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես սխալ եմ հիշում, նախորդ բրիֆինգին դուք այդ նույն հարցը չտվեցիք։ Շատ լավ։ Իմ պատասխանները նույնն են ամեն դեպքում այդ հարցին։ Ինչ կա, դուք գիտեք։ Ինչ որ դուք չգիտեք, չկա։